Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին ապրիլի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում ապրիլի 16-ի ցերեկը 20-ից 21-ին սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 17-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջաների մեծ մասում, 17-ի գիշերն առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով։ Ապրիլի 20-ի ցերեկը 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի ցերեկը 18-ից 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ից 21-ին աստիճանաբար կբարձրանա 10-ից 13 աստիճանով։ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ գրառմամբ է կիսվել. լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտաքանան, արտակարգ լավ վերջաբան։ Նշենք, որ այս պահին փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի-Լիճ ավտոճանապարհը, Սարավան-Զանգեր հատվածում Ճամբարակ քաղաքում Տաթև Լծեն Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն, Սյունիքի բարձրադիր գոտիներում Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաներում և Զորական Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության որոշ բնակավայրերում ձյուն է տեղում Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոտցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունի, Արագածի, Տավուշի տարածաշրջաներում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաներում ձնախառն անձրև, Վարդենյանց լեռնանցքում բուք է, Լարսը փակ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղավազով մշակման աշխատանքներ, հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ինչպես արդեն նշեցինք, Ստեփանցմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհը չի մաքրվում։ Ըստ մեր տվյալների, հնարավոր է բացվի ապրիլի 17-ի կեսօրից հետո։ Վերջին անգամ Լարսը բացվել էր ապրիլի 13-ին։ Ապրիլին կանխատեսվում է օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ, մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ, ասել էր Գագիկ Սուրենյանը։ Նշենք, որ այս տեղումները բարենպաստ են ազդում ջրային ռեսուրսների վրա։ Հանրապետության հովտային գոտիներում առաջիկա օրերին սպասվող սառը օդային հոսանքների պատճառով ցրտահարություն չի լինի, ասել էր Գագիկ Սուրենյանը։ Սկանդինավյան երկրներից սկիզբ առած սառը ցիկլոնն առանձյուն է խոստացել Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, բայց արդեն ապրիլի 17-ից, ինչպես խոստանում են օդերևութաբանները, գարունը կվերադառնա։ Իսկ այժմ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը ապրիլի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 115 հանցագործություն, որից 8 նախկինում կատարված։ Մասնավորապես 32 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք տարբեր նյութերի օգտագործման հայտնաբերման, 11 դեպք մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք խարդախության, 6 դեպք ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք վստահված գույքի հափշտակության, խուլիգանության։ Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Ճանապարհատրանսպորտային վիճակագրություն անցած մեկ օրում գրանցվել է 10 ավտովթար, որի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։